ինչ է կատարվում։ Չեմ հասկանում։ Այ քեզ բան։ Պարոն աղա, ո՞նց է։ Արանա, ինչ է։ Այս բանը Ես ովքի կուզեն եմ։ Պարոն աղա, ո՞նց է։ Ինչ կարեն եմ։ Ամրը մեր։ Շոմի եք բացատրի ինչ է կատարվում։ Ես ովքեր է։ Դու Հայաստան գա։ Ձեն չարես, պարոն աղան, ոչ մի ձեն չարես, նստի, խոսաս, ոչ մի բան չասես, նստի, արագ, նստի պարոն աղան, նստի հանգիստ, հլը պատասխան եք տալու, նստի պարոն աղան, ձեն չարես։ Սկուզես։ Ներս։ Սուս։ Ախելերեն ես, ինչ սկուզես։ Համի։ Համի կանես։ Համյուս։ Համի, ինչի համի։ Շունը տանին, հարցեր մի դու, համի։ No, լսր, ես Համի ասում եմ։ Արա, բան հասկացում չնոր։ Համի։ Ես որ կասեմ չեմ ուզի ամուսանա, ես ահա չեմ սիրել։ Արագ, համի։ Խելար ես դու։ What? Okay, նստա։ Ինչ գնաս։ Հիմա հանգիստ կարող ենք խոսել։ Իմ շորես քեզի հանգարեն գա, what? I don't understand. Այն շորի վրա կարող են լսող սարքեր դրված լինեն ու մեզ լսեին։ Դրա համար մեքենայի մեջ չէի կարողանում այդ հանգիստ խոսել։ Oh, come on. Ես հարցնելու բան չկա։ Ես իրաց ասեցի պարս, չեմ ամուսնանա։ Ախր պարոն աղայան, ախր ես ձեզ ձեր այդ գերազանցություն, ես ձեզ ոնց բացատրեմ, որ այս ամեն ինչը շատ լուրջ է։ Մանո, խելերել ես։ Ինձ թվում է, որ դուք ձեր կամքով պետք է ամուսնանաք։ Իրանց որ մնաց, ինչ իմանանք, ում կբերեն, ով կլինի ձեր ապագա երեխայի մայրը, բա այդ երեխան մեղ չի։ Հետո ունեցվածքը, ժառանգությունը, թողենք ամեն անարժան գա այդ ունեցվածքը վայլի։ Էսիկ սխալա, էսիկ խաղա, մեր վրեն խաղ կխաղան։ Ինչ խաղ է։ Չեմ հավատա։ Չես հավատա։ No, ես չեմ հավատա, որ ես սպան կան։ Չես հավատա։ Հետ չեմ հավատա։ Չես հավատա։ Չեմ հավատա։ Չի հավատա։ Լավ։ Չի հավատա։ Crazy. It's freaking crazy. Yeah. Չի հավատա։ Տես, անջատած հեռախոսա։ Դե հիմա ասա, որ չես ամուսնանալու։ Ասա։ Չեմ ամուսանա։ Ասեցի։ Hello? Պարոն աղայան, ձեր գերազանցություն։ Դուք երևի մեզ լավ չեք հասկացել։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան դուք պատկերացնում եք։ Նորից եմ կրկնում, որպեսզի թագավորական տոհմը շարունակվի, դուք պարտավոր եք ամուսնանալ եւ արուզավակ ունենալ։ Հասկացա։ Բայց մեկ քանի մոր շաբաթը դիտած ես ծանոթ չունիմ։ Լավ, բարի գիշեր։ Լավ։ Այսօր գնանք քնենք, առանց դնել այսօր ծանր օրեր։ Վաղը կխոսենք, բարի գիշեր։ Hey, շորեր։ Խելք եք թողել։ Չի հավատա։ Այդ 100% իրա կազմակերպվածն էր, որտեվ երբ որ իրանց հետ բերեցին Մանուկի գլխին մեր շոկ չկար, ինքը կապիկություն էր անում։ Այդ մինիվենն էլ վարձած էր, վերջում տարան հետ անցնեցին։ Ես դու գիտեի։ Չէ։ Որ քեզ Մանուկին լավ գիտի։ Խնդալում գիտեք որն է, որ Մանուկն մտածում է, որ ինքն էլ ինձ գիտի։ Բայց ձկան մեծ որսում, սա իմ ամենամեծ առավելությունն է։ Բա։ Երեխեք, սուրճ։ Մանուկն ասեց այսօր աղայանի համար կանանց կաստինգ պիտի անեմ։ Կօգնեք։
Այ օրինակ ձյաձավ են։ Ոնց ես մտածում, տղամարդիկ կնոջ մեջ ի՞նչն են գնահատում։ Աննա ջան, այդ մեր ժամանակ էին կանանց մեջ գնահատում։ Իսկ հիմա Հիմա ինչ։ դե հիմա ավելի շատ արտաքինին են ուշադրություն դարձնում։ Հա։ Մտածում ես բոլորը տենցն են։ Չէ, Մանուկը տենցը չի։ Իսկ Մանուկը ինչ կապ ուներ։ Աննա ջան, ուղղակի օրինակի համար ասացի։ Հա։ Դե ես էլ հարցնում եմ, որ իմանամ ինչ կաստինգ անեմ։ Գիտեմ, բալես, գիտեմ։ Ինչի ձյաձավ են։ Էդ ինչի գիտես։ Են գիտեմ, որ ներս են մտնում, նախ բարևում են։ Դու էլ որ իմ նման երազանքներ ունենայր, գլխումդ խելք չեր մնա։ Հիշում ես, չէ՞։ Սրճարան, գինի, գրոասան, սուրճ, օ, Շանզելիզե, օ, Շանզե։ Բաքուեն մեկ ուրա։ Ale. Hop. Esa. Էրիկ ջան։ Ես քնածեմ այն ժամանակ, երբ աղայանը քնում է։ Իսկ ինքը այսօր լուսադեմինով քնել է։ Հիշում եք, չէ՞ այսօր ինչ ենք անելու։ Այո։ Աղայանի համար մի հատ լավ կին են գտնում, օբստակում։ Ճիշտ հակառակը։ Սկզբից աղայանին պետք է այնպիսի կին ցույց տալ, ում հետ անհնար է ամուսնանալ։ Մանուկ ոնց որ գիշեր դու էլ լավ չես քնել, հա։ Ընտրության համար պետք է նախընտրանք։ Չլինի այնպես, որ կարծեք հանկարծ, որ թագավորի այդ կրտսեր որդին գտել էր ամենաչքնաղ կույսին այդ երկրի։ Բնավ, ոչ հաստատ։ Պարզապես գործին նախընտրած աչքը կշոյե ամեն մեկ այլ արարած։ Ու գործի տեղը հայտնված մեկը ջադու էլ լինի, փերի կթվա։ Պարոն Աղայան, կուզեք բժիշկ կանչեմ։ Երեկվանից դուրս չեք գալիս։ Դե, մինչև 3 դուրդ գուկայ։ Դե, ուզում եմ ասել մի տեսակ եք։ Բժիշկի բան չէ։ Աղողի բանա, գմնդարձենք։ Տիկին աղավնի, որ խնդրեմ ինձ էլ սուրճ կտակ։ Այնպես ոնց որ դու բարև տվեցիր։ Այդ բարևն ինչ է, այսօր ամբողջ օրը գլխիցս թռել է։ Բարև ձեզ։ Ինչ վատ բա գլխիդ մեջ, որ բարևը մորճել ես։ Այսինքն։ It's a joke։ Ես որ գիտնայի, քեզ նման ազնիվ երեխա կունենա, ես վաղուց ամուսնացած էի, ընտանիք էի բացե։ Հետաքրքիր բան է կյանքը։ Մարդ կա ուզում ա չունի, մարդ էլ կա չի ուզել ունեցել է։ Հայրս, որ իմացել է մայրս հղի է, մեզ թողել ու փախել է Ամերիկա։ Պապս այդ ժամանակ առաջին անգամ մեռավ։ Բա երկրորդը։ Երկրորդ անգամ մահացավ, երբ քանդեցին իր նախագծած շենքը։ Ոնց էր նյարդայնանում, որ կուկուռուզնիկ էին ասում։ Սիրտը չդիմացավ, այդ շենքի փոխարեն ոնց որ իր սիրտը քանդեին։ Այդ հայերու խասյանն է։ Ուրիշ տեղ կետան կշինեն, այստեղ կքանդեն։ Լավ, շատ խոսեցինք։ Արի գնանք։ Մեկա տիկին աղավնին ինձ կոֆե տվողը չի։ Արի գնանք։ Դե մի 60-ից տղամարդ է, էլի։ Դե ասա քո համար ինչ տարբերություն մեկը նստելու եք իրար հետ սրճարանում ու խոսակ։ Ժամը 10,000, լավ է։ Հա, այն դեսն է մեջը։ Լավ։ Ասա դրա այն դեսը որն է։ Մի ասա Դավիթ, մի ասա։ Այն դեսը շատ լավ բան է։
Ուշադրություն, ռեստորանում են արդեն սկսեցինք։ Որոշել եք ինչ եք ուզելու, թե գնամ մի ժամից գամ։ Սկզբի համար կուզեինք, որ բարևեիք։ Տեսեք, եթե մենյուի մեջ կա, պատվիրեք։ Ասում եի, չէ, հիմա նորմալ աղջիկ չեք գտնի։ Ու դեն էստեղից հետան։ Չէ, չեն կարա գնանք, որովհետև բոլոր տեխնատները ստեղ են պայմանավորվել։ Ասեմ ավելին, հիմա ես ձեզ մենակ եմ թողնում, բայց դե տարածքում եմ, եթե ինչ-որ բան պետք լինի, գիտեք։ Good luck։ Yeah, good luck. Պարոն Աղայան։ Yeah. Մանուկ ջան, ոնց էր։ Լավ էր, բայց մի քիչ ավելի կոպիտ ապեք։ Դե ուղղակի գերխաղել չեմ ուզում տալ։ Հա, տես, ես չգիտեմ, հիմա թատերականում ինչեր են սովորացնում, բայց հիմա ստեղ անում ես այն, ինչ որ ես եմ ուզում։ Լավ։ Տեսեք, այսինքն համար ես մասնակիցներ եմ կանչել, որ հասկանաս ինչ նկատի ունեմ։ Հա, հասկանում եմ, բայց ամեն դեպքում Ամեն դեպքում հիշի, որ ես քո համար շանս է մեծ կինո մտնելու։ Հետո չենք մոռանում, չէ՞, որ ռեժիսորը Ամերիկայից է։ Կներեք ուղղակի ես պետք է միշտ անթերի տեսք ունենամ։ Do whatever you want. Այստեղ չես գնա ծխել։ Ես գնամ ծխեմ գամ։ ինչ նպատակով հավաքվել ենք, Աստված նպատակներս կատարի։ Դու Josh Էպել գսիրես։ Ես 10 տարի խոհարար եմ աշխատել։ Էդի գնջի լավ է։ Բանունիս ասելու, որ ես չգիտեմ։ Դե երևի այն, որ նախկինում ամուսնացած եմ եղել։ Oh, that's okay, that's no problem. 4 անգամ։ Oh, well, that's no problem. Ու երեխաներս դեռ ինձ հետ են ապրում։ Հիմա կասեք, բա ոնց է, որ իմ նման կինը չի ամուսնացել։ Ասեմ։ Ես նորմալ տղամարդ եմ փնտրում, որ ամբողջ գիշեր չթողնի քնել։ Իսկ լավագույն արդյունքը եղել է մինչև գիշերվա 4-ը։ Ես բուսակեր եմ։ Եվ ատում եմ մարդկանց, որոնք վնասում են կենդանիներին։ Ես էլ ուզում եմ դրանց մորթեմ ու քերթեմ, ոնց իրանք են մորթում կենդանիներին։ Հետո էլ բռնեմ նրանց կոկորդից ու խեղդեմ։ Հետո էլ հանեմ նրանց կեղտոտ աչքերը, որոնք տեսնում են, թե ոնց են վնասում կենդանիներին։ Նանը ծոխա, նանը գա, մեգինել մանգե հոդա,
սպալորա մեգին էլման գեհոդոտ ասիզով սպալորա մեգին էլման գեհոդոտ Դու ինչ կսիրես, ինչ հաբիներ ունես։ Հիմնականում սիրում եմ կարդալ, դիտել որակյալ ֆիլմեր, դաշնամուր եմ նվագում, մեկ էլ նկարում եմ։ Oh, you're very talented. Մի քիչ չափազանցնում եք։ Oh, շատ համեստ ես։ Ամուսնացած եղել ես։ Ոչ։ Երեխա ունես։ Դա եթե ամուսնացած չեմ եղել, ինչ երեխա։ Կծխես, կխմես։ Պարոն Սողոմոն, դուք ինձ արդեն վիրավորում եք։ Ես ավանդապաշտ հայուհի եմ։ Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացամ։ Նմանապես։ Ալո։ Դավիթ, սրան որտեղից եք ճարել։ Ես ձեզ չի ասել ընենց կինապետ, որի հետ անհնար է ամուսնանալ։ Տիկին Այդանովա։ Հա, բայց դու գիտես ինքը քնած ժամանակ ոնց է խռսնում։ Մենք սրճանում նստած, ես զրուցելիս ոնց պետք է հասկանանք, խռացնում, հա։ Դե։ Ամեն դու որտեղից գիտես ինքը խռացնում է։ Այ Մանուկ ջան, ինձ էլ ամբողջ հյուրանոցի ճանապարհին էդ էլ պատմում։ Դավիթ։ Շատ սիրել։ Բարև ձեզ։ Հուսով եմ ձեզ չեմ խանգարի։ Այսքան վաղ ընչի չես since talented woman ընչի չես ծանոթացուցե ինձի։ Ես շատ եմ հավնե։ Շատ աջելի է։ Մանուկ։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Սերժանտ Գրիգորյան։ Տիկին Այդա կխնդրեմ հետևեք ինձ։ Բայց ինչի համար։ Հիմա ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն ինչ բաժնում կբացատրեմ։ Կեցի, you tell me what's the problem, ինչ կա։ Հատուկ քննության գործով է։ Հետևաբար հանգամանքները չեմ կարող բարձրաբանել։ Քաղաքացի տիկին, խնդրում եմ հետևեք ինձ։ Այլապես ստիպած կլինեմ ուշ կիրառել։ Ես չգիտեմ ինչա կատարվում, կներեք ինձ։ Համեցեք։ Մի րոպե։ Հանգիստ, պարոն աղա, մի րոպե։ Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Իրականում այս կինը անբարոյականության մեջ է կասկածվում։ Միջև էստեղ գալի ինձ հարցրեց ով է, ինչ է, որտեղից է, ուղղակի հին ընկերներ են, ծանոթներ։ Ու խնդրեցի, որ ձեր մոտ ոչ մի բան չասի, որ դուք ձեզ ված չզգաք։ Հազիվ մեկի հետ ծանոթացա, որ գահավնիմ։ Պարոն աղան, ինչպես ասում են, մարման գետից վախեցի։ Are you okay? Yes, okay. How did you... Համեցեք, նստեք այստեղ։ Ես հիմա կգնամ ուղակի մի հատ հասկանամ ոտքս կոտրեցի թե ոչ։ Չէ, մի գնանք, մենք քեզի բժիշկ կկանչենք։ Չէ, բժիշկ կանչելու կարիք չկա։ 1000 անգամ կներեք ինձ։ Ներողություն պետք չկա։ Ամեն մարդու կեղնի։ Այդքան էլ այդպես չի։ Ըստ վիճակագրական տվյալների
Կանանց մոտ նման դեպքերը շատ ավելի շատ են լինում, քան տղամարդկանց։ Ես կասեի 70-30 հարաբերակցությամբ։ Այդ վիճակագրական տվյալներին ես այդքան էլ չեմ հավատում։ Կարծում եմ թվերի մեջ չափազանցություն կա։ Ամեն դեպքում 60-40-ը ավելի տրամաբանական է։ Ահ, Տարբերակ չկա։ Դրանք կոնկրետ հաշվարկների արդյունքներ են, ոչ թե պատահական թվեր։ իսկ ինձ թվում է ավելորդ վերահաշվարկը չէր խանգարի։ Վստահ եմ, որ մեկի փոխարեն հաշվարկել են 1000 անգամ, բայց դե փաստը մնում է փաստ։ Լավ, թող լինի այդպես։ Բայց եթե հանկարծ հետագայում պարզվեց, որ հաշվարկների մեջ սխալներ կան, տվյալները տրամադրողները թող ինձնից չնեղանան։ Ահ, Շատ է ցավում, Տիկին Թագուհի։ չէ, քիչ է ցավում, Մանուկ ջան։ Դուք իրար ծանոթ եք։ Հա, իդե պարոն աղան, դուք էլ Թագուհուն երևի կհիշեք։ Մեր նադրամի շտորանդեսին մի պահ հայտնվեց ու անհայտացավ։ Ես չանհայտացա, ինձ անհայտացրին։ Ուղղակի ձեր երեկույթի շամպայնը շատ թունդ էր։ Օ, առաջարկում եմ մի գավաթ խմենք։ Մեզ շամպայն սմուկն է։ Տիկնակ եւ պարոնայք, շնորհավորում եմ։ Թագուհին գործի մեջ է։ Գիպ, ուրա! Ուրա! Ես գիտեի։ Ինչ գիտեի դա։ Շնորհավորում։ Պարոն Աղայան, համեցեք, նախաճաշը պատրաստ է։ Ես ախորժակ չունեմ ուտելու։ Հիմա էլ պիտի ինձ համոզեք, որ ամեն ինչ կարգին է։ Արդեն քանի գիշեր է նորմալ չեք քնում։ Այսօր էլ նախաճաշից եք հրաժարվում։ Գլուխ սպայտում է։ Այնքան բան են արել, էս արա, այն արա, էս արա, այն արա, չեն թողնի, որ սունչ քաշեմ, հանգստանամ, բանում որոշեմ, էսիկ լավ է, այդիկ վատ է։ Քանց նախաճաշ պատրաստել, ինձի խորհուրդ։ Ես։ Հա։ Ձեզ։ Դե, ինչը ես քիչում կամանցնեմ, որ կանանամ որոշեմ սխալ բանա, լավ բանա։ Նման դեպքերում կարծում եմ պետք է դիմել արվեստի ուժին։ Արվեստը պարապ մարդու գործ է։ Մտքովս չէր անցել։ Բայց ամեն անգամ թատրոնից դուրս գալուց ես ինձ ավելի ուժեղ եմ զգում։ Ավելի հանգիստ, ավելի մաքրված։ Հա։ Դե ինչ եղավ։ Հա, պարոն աղան։ Չէ, գալիս եմ ճանապարհն եմ։ Ուղղակի խցաման մեջ եմ։ Հա, հասնում եմ։ Ձայձավեն, արագացրեք։ Ինչ եղավ։ Էլ չեմ կարա սպասեցնել տան։ Արա, ես ինչ արեցին, արա, տեսակ ես ինչ արեցին, արա, ես ինչ անհաջող շենք դուս եկավ, պատասխան եք տալու, սաղըտ պատասխան եք տալու։ Քեզով էր ասում մեքենատ մտնեիր բար, անշնորքի մեկը։ Արա, գին ու շիշը կցեցին, ավտոյի բարբիրսը ջարդեցին,
Արա մենակ իմանամ թե ով արել։ Սաղը պատասխան եք տալու։ Արա ինչ արեցին մորս սարը։ Արա պատասխան եք տալու։